Շիրակի Ոսկեհաս գյուղում ընդամենը մի քանի օր առաջ լավ բերքի ակնկալիք ունեին, իսկ այսօր արդեն պարզ է, որ դաշտից ոչինչ տուն չեն տանի։ Նամավանդ հացահատիկը, քարին, ոչ մի բան։ Բոլոր 100%-ով ոչ մի բան, ընդհանրապես ոչ մի բերք չունեն տուն տանելու։ Բոլորը 100%-ով վնասված են, բոլորը։ Շիրակի մարզի 1 տասնյակից ավելի բնակավայրեր են տուժել անցած շաբաթվա վերջի ուժեղ քամուց ու կարկուտից։ Քամին Գյումրիում, Արտիքում ու մի քանի գյուղերում շենքերի ու տների տանիքներ է քշել տարել, ծառեր արմատախիլ արել, որոշ գյուղերում էլ կարկուտը գյուղացուց շուտ է բերքը քաղել։ 74-ամյա Սերյոժա Սերոպյանը մեկ էլ 74 թվականին է նման ավերածություն տեսել, բայց ասում է այս անգամվան ավելի սարսափելի էր։ Առավոտյան է դաշտում եղել ու սեփական աչքով տեսել կրած վնասը։ Հարդ գնացնային բան չկա դաշտի մեջ։ Թողի իսպես եկա անցայս մարդու դաշտի կողքով գիտեմ տերոր, ես մարդու դաշտի կողքին նայել եմ սա նույնը սեփ բաներ, ջարդած թափած։ Հայկ Դանելյանը վարկ է վերցրել ու շուրջ 100 հեկտար տարբեր մշակաբույսեր ցանել։ Եկուտ սալոն պետք է դառնան։ Սա ինչ-որ մանգաղով քաղաց։ Ինչքան վնաս եք կրել։ 99%-ով։ Ինչքան գումար եք ներդրել։ Բավականին մեծ։ 40-50 միլիոն։ Մխիթար Մանուկյանի եգիպտացորենի գարու ու արևածաղկի դաշտերում նույնիսկ ցողունները կանգուն չեն մնացել։ Էս է մի հատիկը դա։ Էսա վնասված է արդեն, էսի փոկված է արդեն ջարդված է։ 5 հեկտար արևածաղիկ եգիպտացորեն, որոնցից ոչ մի բան չի մնացել։ Եղել եք դաշտում տեսել։ Հա, այսօր կարողացա մոտենալ դաշտերին։ Ինչ եք անելու։ Ինչ պետք է անենք, ոչ մի բան չեն կարող անենք, սպասենք աջակցության, եթե աջակցություն դրեցին, ինչ-որ բան կմտածենք էլի նորից վերացանք, չգիտեմ, կարտարացնել իրեն, թե չէ, հասցնենք նորից մշակել, նորից արևածաղիկ ցանել։ Ոսկեհասկում 1300 հեկտար հող են մշակում, չմշակվող հող գրեթե չունեն։ Գյուղացիները դժգոհում են, թե երաշտի փոխարեն լավ կանեին կարկտահարությունից ապահովագրեին։ Կարկտահարությունը ետեղները դիք սախսեք գիտակցեինք, կենենք, համաձայնենք այդ կողմից, բայց այդ կետը չկար։ Ետեղներ երածնենք, այսօր հեշմե մարդու չէինք դիմե ու կսպասենք մեր երած փոխհատուցումը խոսքի կառավարությունը տար։ Այդ կետը չի եղել, այսօր ժողովուրդը մեղ չունի։ Եթե կետեղներ չօգտվենք, այդ մի հատ արդեն հարցի մյուս կողմն էր։ Իսկ հակակարկտային կայանները կրակել են, Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանն է ասում, կրակել են, բայց օգուտ չի տվել։ Նույնիսկ մի ժամկես շուտ կրակել ենք, բայց օգուտ չի տվել։ Հակակարկտայինը ձևավորված եկել է արդեն, չի կարողացել հակակարկտայինը այդ ճիշտ է օգուտ կուտա ինքը, բայց այդ խոշորությամբ կարկուտին չի կարողել։ Ինքն էլ է տուժել, եթե կարկուտ չլիներ, ապա հեկտարից մինչև 70 ցենտներ բերքեր ունենալու։ 25 հեկտար էլ իմս էր, հայ։ Ոչ մի բան չի մնացել։ Մոտ 7 միլիոնի է ծախս եմ արել։ Պարադանտով, իր թունակիմիկանտներով, սերմերով էլի տար։ Հիմա համայնքներում հաշվառում են, թե ով որքան վնաս է կրել։ Ամեն դեպքում գյուղացին հասցված վնասից միայնակ մեջքը դժվար շտկի։ Չէ։ Տեսեք, մենք ամեն ինչ անում ենք, որ կառավարությունը մեզ օգնի, աջակցի, ամեն ինչ։ Ոսկեհասու էս վնասի հետ կապված ոչ մի տարածաշրջան ես չեմ պատկերացնում, որ սպես վնաս է կրել, ինչ որ ոսկեհասցին է կրել։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն ասաց, վնասը կգույքագրեն, կառավարությանը կներկայացնեն։ Գույքագրում ենք բոլոր խնդիրները, ինչ տեղի են ունեցել, ֆինանսական հաշվարկներն է արվում, թե շենքշինությունների, թե ցանկատարածներն արդեն մի քանի օր հետո մենք կունենանք համայնքներից ստացած պատկեր, ըստ այդմ ամբողջական մարզի պատճառված վնասը կունենանք ու բնականաբար կուղարկենք կառավարություն ու մեր կառավարության գործընկերների հետ կսկսենք բանակցել արդեն լուծումների համար։ Կառավարությունից ասել են հաշվառեն վնասը, տվյալները մշակեն, բայց փոխհատուցում կլինի թե ոչ, մարզպետը դժվարացավ ասել։